Պարոն Թորոսյան, կառավարության 5 օրվա նիստում դե յուրե պետք է որոշում ընդունենք։ Թոշակների 10,000 դրամով, 10,000 դրամով, հիմնականում 10,000 դրամով բարձրացումը, նախ մի հատ հասկանանք ովքեր են, որ 10,000 դրամ չի լինի բարձրացումը։ Շատ լավ, պարոն վարչապետ, ես մի անգամ էլ ասել էի, կրկնեմ, որ մեր քաղաքացիների համար պարզ լինի, աշխատանքային կենսաթոշակ ստացող մեր մոտ 500,000 քաղաքացիները, նպաստ ստացող հաշմանդամության մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հիմա կասեմ ինչի կոնկրետ թիվ չեմ ասում, եւ իրանց հարակից ավելի փոքր տեսակի հատուկ անուններ ունեցող կենսաթոշակ ստացողների ու կենսաթոշակը բարձրանալու է ծերության նպաստ ստացող ուղիղ 10,000 դրամով։ Այսինքն 500,000 մոտավորապես 600,000 քաղաքացիներին է բարձրանալու է ուղիղ 10,000 դրամով եւ ներողություն մենք ինչքան ունենք շահառու 660,000։ Այսինքն մոտավորապես 60-90% ավել Այնտեղ որտեվ ես որ ասում եմ ուղիղ 10,000-ով, հիմա այն մյուս կտորի մեջ կան մարդիկ, որ ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10,000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն, ինչով է դա պայմանավորված, տարբեր բանաձևերով են հաշվարկվում այս կենսաթոշակները եւ կան երկարամյա զինվորական ծառայության մեր կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է եւ այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում եւ դրա արդյունքում ստացվում է, որ շատ մեր զինծառայողներ օրինակ իրենց կենսաթոշակը երկարամյա ծառայության կեսօր կբարձրանա 15,000 դրամով, ընդհանուր մինչեւ ունենք դեպքեր, որ ավելի եւ շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաեւ արդեն բարձր է 90,000-ից բարձրանա, ասենք 5, 6, 7,000 դրամով։ Այսինքն 10,000-ով չբարձրացողների թոշակը բարձր է։ Ի սկզբանե արդեն բարձր է։ Այսինքն մեր ծանոթ սովորական ծանոթ թոշակներից էականորեն բարձր։ 90,000 կա, 100,000 կա, 120,000 կա։ Միջինը այդ քաղաքացիների, որոնց որ ասում ենք ուղիղ 10,000 չի բարձրանում, հիմա 96,000 է միջին կենսաթոշակը, այո։ Եվ այդ բարձրացումից հետո կդառնա 105,000։ Այսինքն այնուամենայնիվ 8,500 դրամի չափով միջինով բարձրանում է։ Բայց մնացած բոլորինը բարձրանում է ուղիղ 10,000-ով եւ եթե թույլ տաք ասեմ ինչպես։ Մի րոպե մի հատ հասկանանք։ Հիմա մենք ինչ խնդիր ունեինք։ Մենք խնդիր ունեինք, որ թոշակը լինի սպառողական զամբյուղից ոչ ցածր։ Միջին կենսաթոշակը լինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ ցածր։ Սպառողական զամբյուղից, որովհետեւ մենք երկու կատեգորիա ունենք։ Հատ ունենք պարենային զամբյուղ, մի հատ ունենք սպառողական զամբյուղ։ Հիմա այս բարձրացումով մենք կարողանում ենք ասել, որ միջին թոշակը սպառողական զամբյուղից բարձր է։ Այո, եւ եթե թույլ տաք բացատրեմ ինչպես, բայց ուզում եմ լավ նվազագույնին հետո կանդրադառնամ։ Ուրեմն տեսեք, հիմա մեր վերջի տվյալներով պարենային նվազագույն սպառողական զամբյուղը դա 2025 թվականի 3-րդ եռամսյակն է, որտեղ առաջի եռամսյակինը դեռ պարզապես չունենք, չի ավարտվել։ Առաջի եռամսյակը 26-ի 61,768 դրամ է։ Սպառողական զամբյուղ։ Այո, նվազագույն սպառողական զամբյուղ 768 դրամ է։ Մեր միջին կենսաթոշակը կրկին նախորդ եռամսյակի դեռ չբարձրացրած 49,451 դրամ է։ 49,450։ Եվ մեր այս նոր բարձրացումով այն դառնում է 59,191 միջինը։ Այսինքն միայն կենսաթոշակը առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի 1-ից բարձրացրել ենք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին, բայց մենք ունենք նաև հետվճար, որը ակտիվ տարածվում է։ Մենք արդեն ունենք 415,000 քաղաքացի, որ ստանում է այդ կենսաթոշակը, հետվճարը, եւ միջինը այսօր 7,000 դրամ է, միջինը այսօր 7,000 դրամ է, եւ որ եւ մենք գումարում ենք 59,000-ին 7,000, արդեն ստացվում է 66,000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4,500 դրամ, 4,500 դրամի չափով մոտավորապես, արդեն անցնում է, բայց այդտեղ մի նյուանս էլ կա եւ շատ կարեւոր է։ Հազար ներողություն էլի, դե յուրե, դե ֆակտո, որևէ իմաստով թոշակառու անձի համար տարբերություն կա, թե ինքը այդ փողը ինչ հոդվածով կամ ինչ խողովակով։ Բոլորովին տարբերություն չկա։ Նկատի ունեմ դե յուրե տենց բան չկա, չէ՞ ոչ եկամտահարկի խնդիր կա, ոչ եկամտահարկի վերադարձի, ոչ հիպոթեկի խնդիր կա։ Այսինքն փողը ռեալ ինքս։ Այո, միակ տարբերությունն է, որ հետվճարը առանձին փոխանցումով նստում է եւ նույնիսկ դա լավ է, որտեվ ինչ որ ժամանակ հետո է նստում, որ նախ։ Չէ, եւ հաջորդը որ պետք է անկանխիկ առևտուր։ Այո։ Ու կներեք մենք սա չենք էլ թաքցրել
Ու ես կարծում եմ, որ նախկինում է խոսել ենք, ոչ մի անազնիվ բան չկա, մենք խնդրում ենք, որ մեր կենսաթոշակառուները անկանխիկ առնեն առևտուրը, դրանով նաև ներդրում ունենան իրանց երկրի զարգացման գործում, որովհետև իրանք մեր տնտեսական կյանքի անբաժանելի եւ լիարժեք մասն են։ Եվ պարոն վարչապետ, այդ թվերը ցույց են տալիս, որ մեր կենսաթոշակառուները արձագանքում են։ Շնորհակալ ենք իրաց։ Ես կարող եմ հիմա օրինակ երկու թիվ բերել։ Մեր տատիկներն ու պապիկները մեզ շատ են սիրում, բայց մենք իրանց ավելի շատ։ Դեկտեմբերից հունվար մենք 15000 ավել արդեն շահառու ունենք այդ վճարի եւ նաեւ միջին հետվճարի դեկտեմբերից հունվար, այսինքն դեկտեմբերին ունեցել ենք 400,000 շահառու, որ անկանխիկ առևտրից հետվճար է ստացել, հունվարին արդեն 415,000 եւ այդ թիվը միտում ունի աճելու, նաեւ մեր այս հանրային խոսքը 2022 թվականի սեպտեմբերին այս թվերը ֆանտաստիկ են։ Այո, կարող եմ այն թվերն էլ ասել, ինչքան ցածր են եղել, 16000 հետաքրքիր է, 16000 հոգի ա եղել 2022 թվականի հուլիսին ընդամենը 16000 քաղաքացի ա օգտվել, հետո տարվա վերջ 66000, 23 թվականի վերջ 173000, 24 թվի վեճ 289000, 25-ի սկիզբը նույնն էր մոտավորապես, 25-ի վերջ 378 նոյեմբերին։ Այսինքն ամեն ամիս մենք էական աճ ենք ունեցել։ Քանթորսյան, եւ գնալով աճում։ Բայց եկեք խոստովանենք, որ մարզային այցելությունների ընթացքում մենք անձամբ հանդիպեցինք թոշակառուների, ում համար դեռ այդքան էլ ոնց որ տենց ասում են դե լավ դե այդ ինչ է մենք ձևը չգիտենք եւ այլն, բայց իրական ոչ մի բարդ բան չկա եւ այս վիճակագրությունն էլ է ցույց տալիս։ Նկատի ունեմ մեկ այլի համբերատար ակտիվ պետքա շարունակենք, քանի դեռ 100%-ի չի հասել։ Չնայած այդ թիվը ասում են ֆանտաստիկ մեծ լավ թիվ։ Եթե թույլ տաք, մենք շատ ենք լսում, որ ասում են օրինակ գիտեք շատ քաղաքացիների անհարմար է, հա, այդ ամեն ինչը անելը, ես դեմ չեմ, որ կարող են ինդիվիդուալ դեպքեր լինեն, որ իրոք անհարմար լինի ինչ որ պատճառներով, բայց այս 415000 մեր քաղաքացիները ապրում են եւ գյուղերում, եւ քաղաքներում, եւ մարզային քաղաքներում, եւ մարզայինում, եւ իրանք օգտվում են ըստ էության, սա չի կարելի ասել, որ ինչ որ միտեղ կենտրոնացած մի խումբ մարդիկ են, բոլորն են, ու մենք մեր շրջապատում տեսնում ենք նաեւ մեր այցերի ժամանակ դուք էլ ներկա եք, ինչպես էին ասում, որ մարդիկ օգտվում են, բայց այդտեղ մի հատ նյուանս կա, որը չհասցրեցի ասեմ։ Երբ որ մենք բարձրացնում ենք միջինը, հետվճարի չափն էլ է բարձրանում։ Այո։ Հիմա մենք ունենք 7000 հետվճարի միջին չափը 7000, բայց ինքը բարձրանալու է դառնա 8700 մեր կանխատեսումներով։ Այսինքն այն գումարը, որ ես գումարեցի դարձավ 66000, իրականում 66 չի լինելու։ Շատ ավելի բարձր է լինելու։ Դե մենք ապահովել լինելու համար մեր այս պահին ունեցած թիվն ենք ասում։ Բայց դուք այցերի ընթացքում ասում եք, որ կա հնարավորություն, որ 10000 դառնա հետվճարը, պլյուս 10000 լինի։ Ես հաշվում եմ մինիմալ թվի վրա, հենց հիմա կարող ենք հաշվել։ Մենք մինիմալ դրա մասի դեռ չհասցրենք, որ նվազագույնը սարքում են 46 շեք կենսաթոշակները։ Էսա մի հատ նվազագույնի մի քիչ հետո ուրեմն։ Դրա հետ է կապված, որ առնվազն 10 կարող է ցանկացած Այս դուք այն օրը նախորդ մեր զրույցի ընթացքում մի հետաքրքիր բան ասացիք, որի ուշադրությունը գրավեց։ Փաստորեն նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ մտնում է նաև առողջապահական ծախս։ Եվ այսինքն ասիկ, որ փոխվարչապետ Խաչատրյանը այդ նրբությունը նկատել է եւ այդ թեմայի վրա ուշադրությունը հրավիրել, որ սպառողական զամբյուղի մեջ 6000-ը մինիմում 6000 դրամը հաշվարկված է որպես առողջապահական ծախսեր, որը մենք այլ կերպ, այսինքն 65 պլյուսի դեպքում կստացվի, որ եթե օբյեկտիվ նայենք, այս 6000-ի առնվազն լավ 90%-ը, որովհետեւ այնտեղ այնուամենայնիվ կտոր կա, որ առողջապահությունը չի ծախսում։ Դենք կստացվի, որ միջին թոշակը կլինի սպառողական զամբյուղի 110-120 երբեմն եւ ավել տոկոս։ Մենակ հիմա ինքը 110% է լինում մեր այս հաշվարկներով, այդ ձեր ասած հաշվարկով ինքը գումարումա եւս մոտարապես 10%, 120% է դառնում եւ այստեղ այդ առողջության ապահովության ամբողջ բանը բերկրանքը այն է, հա, որ ամեն յուրաքանչյուր դեպքում դա կարող է շատ ավելի շատ։ Այն օրը Իջևանում մեր բոլորի ներկայությամբ մեր հարգելի
թոշակառուն հենց հաշվարկ արեց, որ մենք այդ հաշվարկը բան չէինք արել, էլի չէինք մեր մտքով չէր անցել նույնիսկ, որտեղ քաղաքացիները իրենց առօրյայում, որ հենց իրենց զգում են իրենց վրա, ու շատ դժվար չի հաշվարկ անելը։ Մենք շատ ենք հանդիպում քաղաքացիներ, մենք մեր տներում էլ ունենք կենսաթոշակառուներ, իրենք բոլորը զգում են այդ տարբերությունը, եւ սա պարոն վարչապետ մենք շատ անգամներ ենք բարձրացրել կենսաթոշակ։ Իմիջիայլոց 18-ից մինչև հիմա քանի անգամ։ Սա 4-րդ բարձրացումն է առանց հետվճար։ Երկու անգամ էլ հետվճարն ենք բարձրացրել։ Մի անգամ արդեն 3 անգամ 10-12-20 10-12-20 եւ հետեւաբար ներողություն բուն թոշակ քանի անգամ ենք ավել։ Սա 4-րդ անգամն է արդեն 4 պլյուս 3 այսինքն 7 անգամ մենք անդրադարձել ենք այս հարցին, սա ինչով է կարևոր, որովհետև հաճախ հնչում են մեղադրանքներ, թե ինչու հիմա, ոչ մի բան հիմա չի, դա արվել է հենց 18 թվականից սկսված, առաջի բարձրացումը 20 թվականին եղել է բանով հիմնական կենսաթոշակի չափով, բայց մինչև հետո բարձրացել էինք նվազագույնը, սահմանել էինք, ավելի շուտ չէինք բարձր, սահմանել էինք նվազագույն, որը ըստ էության բարձրացում է համարվում, եւ եթե նվազագույնների սահմանումներ էլ հանենք, ավելի շատ է լինում, բայց այս պարզապես վերցրել է հիմնականը։ Ես եթե չեմ սխալվում, մենք որ թվիներ նվազագույնը նույնիսկ կրկնապատկել ենք։ Դե 16 է եղել նվազագույնը, հետո դարավ 30, հետո դարձավ 25.5, 26.5, 31.6 31.6 արդեն կրկնապատկված էր, դա 22 թվականին։ Եվ մի պահի մենք սպառողական պարենային զամբյուղը անցանք։ Հետ վճարով գուցե։ Չէ, ուղիղ անցել ենք 36 պարենային զամբյուղը 34-ը մենք անցել ենք պարենային զամբյուղը 23 թվականի երկրորդ կիսամյակ 23 թվական, ընդ որում դա մեր քաղաքական առաջին հանձնարարությունն է։ Շատ կոպիտ որ ձևակերպենք, մենք ասում ենք սոված թոշակառու հազար ներողություն այդ կոպիտ ձևակերպման համար, բայց ասում ենք, որ սոված թոշակառու պետքա չլինի։ Այո, եւ հիմա մենք դե փաստացի պարենային զամբյուղը 33388 է, կրկին վերջի երամսյակի տվյալներով, իսկ մեր նվազագույն կենսաթոշակը 46000 է, այսինքն 13000-ով 12500-ով ավելին է, քան Հիմի նվազագույններին ինչքան է ավելանում։ Նվազագույններին էլ է ավելանում ուղիղ 10000-ով, մենք ունեինք 36000 դրամ նվազագույն կենսաթոշակ, որը նաև հավասար էր ծերության նպաստին, սա մասն եմ ուզում խոսել, որտեղ հաճախ երբ որ մենք ասում ենք կենսաթոշակներ եւ նպաստներ, մենք նկատի ունենք ծերության նպաստը, դա այն քաղաքացիներն են, որոնք բավարար չափով ստաժ չունեն։ Ներողություն այդ կարևոր ճշգրտում է, որտեղ ինձ մոտ էլ այսօր էր հարց առաջացել, որ ասում ենք նպաստներ, դա անապահովության նպաստներին վերաբերվում է, թե չէ, անապահովության, երեխաների խնամքի, հա, դա ամբողջությամբ ուրիշ է, բայց այնտեղ էլ ենք լուրջ բարեփոխումներ անում ու խոսել ենք դրա մասին, եթե առիթ կլինի կարող ենք ելա անդրադառնալ։ Դա մի ուրիշ առիթով։ Ծերության նպաստներ եւ հաշմանդամության նպաստները։ Դրա համար ենք ասում, որ այս 660000 մեր քաղաքացիները համարվում են կենսաթոշակառուներ եւ նպաստներ, զուտ ընկալման տեսանկյունից ինքը 65 տարեկան անձը, երբ որ ստանում է այդ գումարը, իր համար դա կարծես թե կրկին կենսաթոշակ է, որտեղ պայմանավորված է տարիքով, բայց մեր օրենսդրության տեսանկյունից ինքը համարվում է ծերության նպաստ։ Դե ուրիշ կատեգորիաներ էլ կան, չէ։ Այո, եւ դա կերակրողին կորցնելու կա երկկողմանի, միակողմանի, դրանք էլ են բարձրացնում, բայց շատ ավելին, քան նույնիսկ 10000 դրամ։ Չէ, նկատի ունեմ, այդ դեպքում պարտադիր չի կենսաթոշակային տարիք լինի, կարող է երեխայի քաղաքացին, այո, հիմնականում անչափահաս երեխաներն են ստանում եւ նաեւ սովորելու մեջ եղած չափահաս երեխաները, ովքեր որ բարձրագույն կրթություն են ստանում, այդ դեպքերում շատ ավելի շատ են բարձրացնում տարբերությունը, դրա համար եւ ամենահետաքրքիրը որն է պարոն վարչապետ, որ ինչքան ուզում է տարբեր մանիպուլյացիաներ ապրիլի 1-ին այս մեր բոլոր քաղաքացիները իրենք իսկ զգալու են հենց բայց ինչի պետք է չզգան ինչ մանիպուլյացիա չէ մինչև այդ բոլորը տարբեր բաներ են ասում ձեզ խափում են ձեզ չգիտեմ այսքան չեն բարձրացնի ձեր ավելի քիչ կբարձրանա տարբեր քաղաքական ուժեր եւ հա բայց ապրիլի 1-ը հենց այդ եմ ասում որ շատ 10 տարի հետո չի շատ տարօրինակ է որտեղ բոլոր այդ քաղաքացիները զգալու են եւ հետ վճարով են զգալու եւ ուղիղ են զգալու ու սա ըստ էության եւս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մեր մշտական քաղաքականության շարունակությունն է եղել սկզբի օրվանից, դուք էլ բազմիցս նշել եք, որ տնտեսական աճը եւ ընդհանրապես Չէ, դա մեր կներեք մեր 2021 թվականի նախընտրական ծրագրի մեջ է։ Այդ իմաստով եմ ասում, որ դա միշտ է եղել, ոչ թե սпасել ենք վերջում, որ ինչ-որ բան անենք։ Չէ, բայց եկեք դրա պատմությունն էլ, այդ հայտնի 10000 դրամի պատմությունը։ Այո։ Որ մենք
Դա եղել է մեր նախընտրական ծրագրի մեջ։ Եվ մենք 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ էլ մենք ունեցել ենք այդ խնդիրը։ Այդտեղ է ծագել այդ 10,000 դրամը, որ լավ, եկեք, ընդ որում ասում եմ, ես այն օրն է խոստովանեցի, չէի խոստովանել, բայց խոստովանեցի, այդ ընկալման մեջ էական դերակատարում ունեցել են, եւ որ երբ որ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք, ես տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում ահավոր մեծ է։ Ես դրանից ահավոր նեղվել եմ։ Եվ այդ ժամանակը ավելացել, եկել են գաղափարը 2025 թվին, որ լավ, շատ լավ, էլի ամենայն հարգանքով ես էլ եմ ծխել, հայրս էլ էր միջև վերջ ծխում էր եւ չէի կարող ես ոչ մի բան անեի, որ չծխի։ Ինչը իմիջայլոց նաեւ հիվանդության պատճառներից ծեր եւ բաններ, զարգացման պատճառներից է։ Ես ասում եմ լավ, 10,000 դրամ հիմա պետք է ավելացնենք, որ գանք միջին այդ մեր սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք։ Ես ասում եմ լավ 10,000-ը տանք ֆորմալ, գնան մեր սիրելու թոշակառուները ծխախոտ առնեն եւ ծխախոտի ավելի շատ օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան։ Դրա համար մենք ասենք եկեք այս փուլում, քան ընդ որում հիշեցնում եմ, որ այդ ժամանակ մեր տնտեսական աճի կանխատեսումը 5.1% էր եւ միջև վերջը մեր գործընկերները ներքին ներհայաստանյան եւ օտարերկրյա ասում են, որ 5.1%-ը պլյուս մինուս մի քիչ ելնելու, մենք որոշեցինք, ասենք լավ, եկեք այս 10,000-ը այս փուլում ուղղորդենք առողջության վրա, որպեսզի մենք այդ փողը թոշակառուների փոխարեն, ասենք սիրելի մեր թոշակառուներ, այդ ձեր 10,000 դրամը ավելացնում ենք, բայց մենք ձեր փոխարեն 1000 ներողություն ուղղորդում ենք առողջապահություն։ Այո, եւ մենք այն օր Իջևանում ուղիղ եթերում մարդ ասեց, որ ես նախկինում իրականում 30-40 հազար դրամ էի տալիս դեղ գնելու, հիմա չեմ տալիս։ Ստացվեց, որ ես 10,000-ի վերաուղղորդմամբ, իհարկե ոչ բոլորի, բայց կոնկրետ մարդիկ կա, որ 30-40 մարդիկ կան, այսօր 3 միլիոն դրամանոց, 4 միլիոն դրամանոց վիրահատություն են բանան։ Հիմա եւ մենք ճիշտ ենք վարվել։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Եկավ փետրվար ամիսը, երբ որ մենք մեր վիճկոմը արձանագրեց, որ 25 թվի տնտեսական աճը եղել է ոչ թե 5.1, այլ 7.2։ Հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին եւ փոխվարչապետերին գրել եմ նամակ հետեւյալ բովանդակության։ Ասել եմ շատ լավ, կանխատեսվածից 2.1% ավել է մեր բանը աճը։ Խնդրում եմ դրամական գնահատականը տվեք այս աճի, ինչքան է։ Եվ ինձ ասել եմ, որ դա մոտավորապես 100 միլիարդ դրամ է, 100 միլիարդ դրամ է, ասել եմ շատ լավ, որպեսզի հանկարծ կանխատեսումները կարող են այս կողմ այն կողմ մնան, դրա համար մենք հիմա 10,000 դրամով կավելացնենք, որի արդյունքում կավելանա նաև հետվճարը եւ նախնական կանխատեսումով 70 միլիարդ, ինչքան 78-ը, որովհետև այս են դեպքն է, որ տնտեսական աճը մեր թոշակառուները պետք է կոնկրետ թվային զգան, որովհետև էդ էլ է քաղաքական խնդիր, մենք ասում ենք տնտեսական աճ, մարդիկ ասում են, բա ուր է այդ տնտեսը։ Հիմա մենք ուզում ենք ասենք հեսա այն առողջության ապահովագրությունը եւ այս կենսաթոշակը եւ իհարկե որոշակի նաեւ ռեզերվ, որ հանկարծ բյուջետային խնդիր չունենա։ Պարոն վարչապետ, ես պաթետիկ թող չնչի, բայց սա այնքան էական բարելավում է բերելու մեր քաղաքացիների կյանքում, որ շատ երկար նախ դա զգացվելու է եւ դուք էլ այն օրը նշեցիք, որ մենք նաեւ ինդեքսավորելու ենք ամեն տարի եւ ես արդյոք օգտագործում ուզում եմ նաեւ երկու համեմատություն 28 թվից մի համեմատություն անեմ, տեսեք մենք կենսաթոշակների եւ նպաստների այս տողով 2017 թվականի բյուջեն եղել է 262 միլիարդ դրամ, 2017 թվականի կատարված բյուջեն։ Մենք արդեն այս բարձրացումով, որը դեռ պիտի ծախսենք, 504 միլիարդ ենք ծախսելու այս ամեն ինչի վրա։ Հետվճարը հետո 504, գրեթե կրկնակի անգամ ավելի։ Բայց դա էլ հաշվի։ Եվ դա հաշվի չառնելով 123,000 ավելացող։ Այս գործոնն է, որ միշտ հաշվի չի առնվում։ 120,000 թոշակառու 2018 թվից ի վեր երկրում ավելացել է եւ դա բնական աճ է,
Շատ լավ է իրականում, որ մեր քաղաքացիները երկար են ապրում, նաև հիմա ավելի երկար կապրեն առողջության իմիջիալոց, դա էլ արձանագրենք, որ այդ թվում մեր քաղաքականությունների, որտեղ առողջության ապահովագրությունը, որ մենք մի քայլով չենք եկել, մենք պետպատվերի 10-ից ցած ընդլայնել ենք 2024 թվին էր, թե 25, որ օֆերտայի համակարգը մտցրեցինք, մենք դանդաղ գալիս ենք դեպի այս կետը եւ այո, կյանքի միջին տևողությունը արդեն իսկ Հայաստանում մեծացել է, կոവിഡից հետո մենք ունենք էլի աճ եւ սրա արդյունքում ավելանալու է եւ մեր հաջորդ խնդիրն է նա, պարոն Թորոսյան, դրա մասին առանձին խոսել ենք եւ հույս ունեմ, որ դուք այդ բովանդակությունը կստեղծեք, որպեսզի մի հատ առանձին եթեր այս թեմային տակ, հիմա մեր թոշակառուները լինելու են ավելի առողջ, այսինքն ավելի ակտիվ, մենք պետքա մտածենք նրանց տնտեսական կյանքում ավելի մտածում ենք երկու առաջարկ ունենք շրջանառենք եւ այդտեղ ես լավ կարգախոս ունեմ, որ ասում եմ, որ 63-ը ոչ թե կենսաթոշակի, այլ փոքր եւ միջին բիզնես սկսելու տարիքա, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ մարդիկ այդ կյանքում այդ փորձը, գիտելիքը ձեռք բերածելով կարող են ինչ որ մի լրացուցիչ կարճ ասեմ, հիմա մի ծրագիր ենք անում մեր մի ուրիշ քաղաքացիների խմբի համար, որի մասին էլի կխոսենք, եթե դա հաջողվեց, որպես պրոտոտիպ կարող ենք ցանկացած այլ խմբի համար անել եւ առաջինը լինելու են ավագ սերնդի մեր ներկայացուցիչները փոքր կարճաժամկետ ուսուցման ծրագրով, բիզնես խորհրդատվության եւ փոքր կապիտալ ներդրման, որը թույլ է տալու ունենալ սեփական փոքր ձեռնարկատիրություն։ Նվազագույն թոշակը նվազագույնը մենք 18 թվի համեմատ ինչ արենք, ինչ 16000 դրամը դարձրել ենք 46000 դրամ, որը ապրիլի 1-ից։ Այո, 187.5% աճ է, Իսկ ներողություն եմ խնդրում, սա հետվճարով թե առանց։ Չէ, սա առանց հետվճարի։ Հենց դրամար եմ ասում։ Հետվճարն էլ որ գումարում ենք դառնում է 9200 դրամ հետվճար, եթե ամբողջությամբ ծախսեն անկանխիկ։ Եվ դառնում է շատ այսքան 2.5 անգամ ավելանում է մոտավորապես, բայց այդ որ ասում էի կարող են 10000 հասցնել, սա էլ մեր մյուս ֆինանսների նախարարության ծրագրի շնորհիվ է, եթե իրենց քարտը լինի արկա, իսկ դա շատ մի հատ 2% այո, իրականում հետվճար դառնում է 22%, ոչ թե 20% եւ ամբողջությամբ հատում է 10000։ Դա դրա համար չի հասկանում ոնց է 10000։ Այսինքն ըստ էության կարելի ասել, որ 20000-ով են բարձրացրել, ոչ թե 10000-ով։ Այսինքն 10000-ով բարձրացնում ենք եւ ըստ 10000-ի հնարավորությունը ստեղծել ենք։ Այո, եւ ըստ էության կարող ենք ասել, որ դա նույնիսկ նվազագույն ստացողները շատ են մոտենում նվազագույն սպառողական զամբյուղին։ 56000-56000-ի շեմն է հատում, իսկ նվազագույն սպառողականը 61.7 է սպահին, իսկ նույնիսկ ամենացածր կենսաթոշակ ստացողների Հա, եթե անկանխիկով 20000 առևտուր են անում, ինքը շատ, իսկ մնում է ընդամենը 4-5000 դրամ, որ հասնի նվազագույն սպառողական զամբյուղին։ Մի րոպե 61 չէր նվազագույն։ 61.7։ Եթե 46 է, 46 գումարած եւս 10000, 56, մնում է տակը 5000 դրամ, որ հասնի նվազագույն։ Բայց ինչի 10000, նոր ասում եք 20000։ Չէ, 10 + 10։ Այսինքն 10000 մեր ավելացումը եւ 10000 հետվճար, գումարած 20։ Շատ լավ։ Ինքը ըստ էության, որ մի քիչ շատ ենք խորանում, մենք նվազագույնն ենք արդեն մոտեցրել նվազագույն սպառողական զամբյուղին, արդեն նույնիսկ պարենային զամբյուղի մասին մի քիչ չենք խոսում։ Դա վաղուց արել են եւ Չէ, մի րոպե, իհարկե մի քիչ տենց շատ չստացվի, որ ուզում եմ խցկեմ, բայց եթե առողջապահության այդ 6000-ն էլ ուրեմն գերակատարել ենք 100%։ Շատ լավ։ Ուրեմն կատարել ենք 100%։ Պարոն Թորոսյան, ինչ որ մի նյուանս կար, որ ես չհարցրի, դուք կուզենայիք, որ Չէ, պարոն վարչապետ, շատ ենք խոսել, խոսենք կառավարության նիստին էլ, երբ որ ընդունելու լինենք, նորից հարցեր կլինեն գործընկերների մոտ, ձեր մոտ կանդրադառնանք, բայց ընդհանուր ամփոփ այսքանն էր, մեր քաղաքացիները ապրիլի 1-ին իրենց քարտերի վրա կստանան։ Այսինքն հենց ապրիլի 1-ին կստանան։ Եթե ապրիլի 1-ը աշխատանքային օր է, չեմ սխալվում, հենց 1-ին կստանան։ Ապրիլին ստացվող թոշակի մասին։ Ապրիլի 1-ին դա էլ էին մանիպուլացնում, որ դա տրվելու է մայիսի 1-ին, ոչ մեր օրենսդրությամբ սա թոշակներն նպաստները տրվում են նախապես եւ ոչ թե post factum, ինչպես աշխատավարձը։ Շատ լավ։ Շատ լավ, դե այսքանը, եթե հանկարծ բան բաց թողածելնենք, կառավարության նիստում կխոսենք, չնայած կառավարության նիստում այսպես թե այնպես կխոսենք, որովհետև շատ կարևոր է թեման, որովհետև այդ նրբությունն էլ, որ հիմա էլի կլինեն մարդիկ ումը 10000 չի, եւ դա կարա դառնա էլի
սխալ Շատ լրատվական մարդկանցը ես հիմա պարզապես չուզեցա, ես էլի այլ առիթներով կբացատրեմ, նույնիսկ բանաձևերն եմ որոշել ցույց տամ ինչպես է հաշվում, որովհետև շատ բարդ է երբեմն։ Շատերինը շատ ավելին է բարձանում, քան 10,000-ը։ իսկ ովքեր են, որ ավելին։ Հիմնականում էլի զինվորականներն են եւ կերակրողին կորցրած դեպքերում զինվորական հաշմանդամություն ունեցողները, երբ որ ծառայության ժամանակ հաշմանդամություն են ձեռք բերել, այնտեղ կան ընդհանուր մինչեւ 15-20, որը շատ փոքր դեպքերում մինչեւ 50,000 բարձրացումներ ունենք, շատ փոքր դեպքերում, բայց առավել խոցելի մարդկանցն են։ Առավել խոցելիները դե ասացինք 10,000 մինիմումն է եւ նաեւ 10,000 հետվճարի հնարավորություն, թեև հետվճարը իդեպ չենք հաշվում, բայց զինվորականների դեպքում էլ կա հետվճար։ Այսինքն այդ 95,000 միջինը իրականում 105 է եւ 105 միջինը իրականում 115 է։ Շատ լավ, երևի այսքանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։